Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը, մեր ոդքասթի հյուրը Աննա Գրիգորյանն է, ազգային ժողովի պատգամավոր, ներկայացնում է Հայաստան դաշինքը։ Ողջույն Աննա։ Ողջույն Ազա։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը եւ սկսենք ամենասուր հարցից։ Ինչ պետք է անի ընդդիմությունը, որ հաղթի ընտրություններին։ Ընդդիմությունը ակտիվ աշխատանք պետք է տանի ժողովրդի հետ, ինչը հիմա իրականացվում է։ Մենք իրականում շատ ավելի երկար ժամանակ է որ դա անում ենք եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս մարդկանց ցույց տալու այն հետևանքները, որ կարող են լինել այս իշխանությունների վերարտադրման դեպքում եւ այն հնարավորությունները, որ կբացվեն նոր ձևավորված իշխանության դեպքում։ Այսպեսի մի հարց։ Մեր ժողովուրդը սիրում է, որ իրենց հետ շփվեն հենց առաջնորդները։ Այսինքն դուք արդեն հայտարարել եք, որ վարչապետի տեխնացուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Երբ է գալու այն պահը, երբ անձամբ Ռոբերտ Քոչարյանը սկսի այցելել մարզեր եւ շփվի հասարակ մարդկանց հետ։ Առաջիկայում մի քանի օրից արդեն կտեսնեք։ Մի քանի օրից նա արդեն կսկսի այդ շփումը, որովհետեւ մի քիչ տարօրինակ է հնչում, այնինչ ուզում եմ հիմա ասել, բայց տեսեք, նորմալ մարդու համար, ով կարողանում է տրամաբանորեն գոնե մի քիչ մտածել, տարօրինակ պատկեր է։ Ռոբերտ Քոչարյանը այն համենայնպես Հայաստան դաշինքը, այսպես ասեմ, այն ուժն է, որի մասին մենք գիտենք գրեթե ամեն ինչ եւ բոլորս պատկերացնում ենք, թե եթե գան իշխանության օրինակ Հայաստան դաշինքը, եթե գա իշխանության, ինչ է լինելու Հայաստանում։ Մենք պատկերացնում ենք իրենք ոնց են կառավարելու եւ այլ ամենականխատեսելին, ամենատրամաբանականը հենց ձեր իշխանությունը կարող ենք պատկերացնել։ Բայց հասարակության մեջ Ռոբերտ Քոչարյանը հասարակության մի լայն հատվածի համար մինչ օրս մնում է այս երկրի հիմնական բոբոն, մարտով, ինքնակամ հեռացել է, թողել է, երբ իր ժամկետը լրացել է եւ իսկապես հեռացել է, ոչ թե ինչ-որ խաղեր է տվել, ոչ թե ասել է, որ հեռանում են, բայց չի հեռացել, իրականում հեռացել է ու մարտով երկու անգամ երկրորդ փուլով է նախագահ ընտրվել։ Այ խնդրում եմ, ինձ բացատրեք, ինչ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Տեսեք, դե իրականում տասնամյակներ շարունակ այդ հակակարողությունը իրականացվել է։ 4 միլիարդից մինչև տարբեր միֆականացված պատմություններ եւ կարծում եմ ու նախագահն էլ վերջերս բավականին հաճախ ընդունում է դա, որ համապատասխան հակակարողություն չի իրականացվել կամ նույնիսկ մտածել է, որ դե մի անգամ ասել եմ, դե լսեցին, չէ՞, մի անգամ ասել եմ, լսեցին, ուրեմն պարզ է, չէ՞, ամեն ինչ։ Չի արձագանքել, որովհետեւ չի մտածել, որ երբևիցե վերադառնալու է որպես քաղաքական գործիչ։ Նախ չի արձագանքել, որովհետեւ մի մասին բնականաբար արձագանքել է, բայց մի անգամ արձագանքելով կարծել է, թե այդ ինստիտուցիոնալ բանն է, հա, հարթակն է, մի անգամ խոսեցիր նախագահ մարդս, մի անգամ ասեցիր, հետեւաբար բոլորը պետք է հասկանան։ Եվ երկրորդը, քանի որ քաղաքական, այո, որևէ բան չի տեսել, որ հա պետք է իշխանության վերադառնա եւ այլն, նպատակահարմարել չի գտել ամեն անգամ անդրադառնալու նման հարցերի։ Բայց բնական է, երբ որ տասնամյակներ շարունակ, 10 տարուց ավել, հիմա էլ շարունակաբար այդ քարոզչությունը գնում է, դա անհետևանք մնա բնականաբար չի կարող, բայց այս քաղաքական թոհուբոհի նախընտրական շրջանում էլ Քոչարյանը շատ հստակ պատկերացնում է, որ ժողովրդի հետ այդ աշխատանքը, մարզային այցելությունները, Երևանում մարդկանց հետ շփումները, դրանք ոչ միայն անհրաժեշտ են, այլ նաև, այո, նախընտրական շրջանում հատկապես մարդկանց տրամադրությունները, փոփոխություններ բերելու համար դա անհրաժեշտություն է։ Կլինեն դրանք, նկատում առաջիկա օրերին կտեսնենք։ Աննա, ես հասկանում եմ, որ երկրորդ նախագահը շատ քաջ գիտակցում է, որ այսօր հիմնական ընդդիմադիր ուժը մեր ձևովն է կամ ուժեղ Հայաստան ուժն է եւ շատ հավանական է, որ ընդդիմությունը կհաղթի եւ վարչապետ կլինի ուժեղ Հայաստանի տեխնացուն։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը երկրի ղեկավար այս ընտրությունների արդյունքում չի լինի։
Նա հասկանում է դա, ճիշտ եմ հասկանում։ Մեր հիմնական խնդիրը եղել է իշխանության հեռացումը եւ նաեւ նոր իշխանության ձևավորման ժամանակ այո պատասխանատվություն ստանալ երկրի ապագայի համար։ Միևնույն ժամանակ նախագահ Քոչարյանը մի անգամ չէ, որ շատ բաց, անկեղծ, տրամաբանական, քաղաքական տրամաբանության մեջ ասել է, որ այն ընդդիմադիր ուժը, ով ամենաշատ ձայնն է հավաքում, բնականաբար նրանն է վարչապետի տեխնացու առաջադրելու իրավունքը։ Դա բնական է, չէ՞։ Հետևաբար, այո, մեր խնդիրը այս պահին այս իշխանություններից ազատվելն է ու նորմալ բարեկեցիկ երկիր, անվտանգ երկիր կառուցել։ Տեսեք ինչ է ստացվում։ Ուրեմն Հայաստանի վիճակն այնքան վատ է, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ համաձայն է գնալ ընտրությունների ամենայն հավանականությամբ չգրավելով այդ ընտրություններում առաջին հորիզոնականը, բայց գնում է այդ քայլին, որ Հայաստանում նորմալ իշխանություն լինի։ Բնականաբար։ Հիմա քանի որ ոդքասթի ֆորմատով ենք, շատ ինձ էլ երբեմն ասում են դե տեսեք նախագահ Քոչարյանը արդյոք եթե պատկերացնի որ երկրորդ ընդդիմադիր ուժն է լինելու արդյոք կգնա նրան որ գլխավորի դաշինք ասում ինչ նկատի ունեք Այսինքն չեք տեսնում, որ այս մարդը 18 թվականից անդադար պայքարում է, ոչ միտեղ հետ չի կանգնել։ Հիմա էլ հասկանալի է, որ իր առաջնորդությամբ ամենաշատ ձայներն է հնարավոր հավաքել մեր քաղաքական ուժի համար, հետևաբար պետք է դա արվի։ Այսինքն մտածում եք, որ պետք է այդ էգոն հաղթի, իհարկե չէ։ Այստեղ շատ ավելի մեծ խնդիրներ ա դրված, շատ ավելի գլոբալ հարցեր են դրված։ Դուք ինչի մասին եք խոսում։ Այո, նույնիսկ եթե մենք չենք լինելու առաջին ուժը Դա որևէ խնդիր չի ստեղծում նախագահ Քոչարյանը եւ մեր քաղաքական թիմը նպատակադրված է այս իշխանություններին հեռացնել եւ adekvat եւ այս իրավիճակին ռելևանտ կառավարություն ձևավորել։ Հետաքրքիր է։ Իսկ դուք հասկանում եք, որ մեր դարում, մեր ժամանակներում Հայաստանում Փաշինյանի օրոք քաղաքական հաջողության հասնելու համար նաեւ պետք է մի փոքրիկ պոպուլիզմ լինի, Պոպուլիստ է պետք լինել։ Ձեր ուժում կան մարդիկ, որ տիրապետում են այդ պոպուլիզմին։ Բայց շատ բացաստացում էլ ես։ Okay, podcast-ը բաց ենք խոսում։ Հա, իրականում ես որպես ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ով երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել, նախկինում կառավարության անդամ չեմ եղել։ Իմ մեր բոլոր քննարկումների ժամանակ ասում եմ, ես իհարկե կողմնակից եմ, որ ցանկացած առաջարկ, որ ներկայացնում ես, հաշվարկներով լինի, ռացիոնալ, այս ամեն ինչը բացատրվի, ասում, բայց գրողը տանի, տեսեք ինչ է կատարվում մեր շուրջ բոլորը։ Ես այս թախանձագի խնդրում եմ հարգելի գործընկերներ, քիչ պոպուլիզմը չի խանգարի։ Ի վերջո, ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում պոպուլիզմը այնպիսի բարձունքներ է գրավում, որ մի թեթև, որը մեր պարագայում նույնիսկ չի զգացում դուք կողքից որ նայեք, հավանաբար չեք էլ նկատի պոպուլիստական թեզեր, չէ, բայց եթե ինչ որ միտեղ նկատում եք, դա նշանակում է այնքան երկար քննարկվել այդ թեման, հաղթահարվել այդ բարիերը։ Իրականում մենք այնպիսի ընդդիմություն ենք, որ գործող իշխանությունը ավելի ոնց որ ինքը մնում է ընդդիմադիր իր ֆորմուլայի մեջ, իր ամպուլայի մեջ, իսկ գործող ընդդիմությունը ավելի շատ իշխանության, պետական մտածողության ամպուլայի մեջ է շարունակում մնալ, մինչդեռ պետք է շատ ավելի այսպես պրակտիկ լինել, հասկանալ թե ժողովրդի տրամադրությունները ինչպես են, ինչպես կարելի է խոսել մարդկանց հետ, ինչ թեզերով կարելի է խոսել, որտեղ մի թեթև պոպուլիզմը իհարկե չի խանգարի։ Ինչ շփումներ են այսօր Հայաստան դաշինքի եւ ուժեղ Հայաստան շարժման միջև, հա, մեր ձևով շարժման միջև։ Թիմերը Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանը շփվում են։ Անհատական մակարդակով որոշակի բնականաբար շփումներ կան, ի վերջո մենք այս երկրում ենք նույն ընդդիմադիր հասկանալի է, որ որոշակի շփումներ։ Չէ, ես նկատի ունեմ քաղաքական քննարկումներ։ Ինստիտուցիոնալ, քաղաքական եւ այլն, ըստ անհրաժեշտության բնականաբար, բայց ես խորապես հավատացած եմ, որ առաջիկայում դրա անհրաժեշտությունը շատ ավելին է լինելու, հասկանալու համար թե այս ընդհանուր մարտահրավերներին ոնց դիմակայել, պայմանական որևէ ուժի չգրանցման պարագայում կամ բազմաթիվ այլ հարցեր կան։ Այսինքն չկա այդ քննարկումը։ Նկատում ըստ իրավիճակի հավանաբար ըստ իրավիճակի որոշակի դեռ չկա քննարկում ինչ են անելու անդիմադիր մեծ ուժերը, եթե չգրանցեն Սամվել Կարապետյանի ուժին։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր թիմ իր համար դեռ քննարկում է ոչ միայն Սամվել Կարապետյանի մասով, այլ առհասարակ։
թե ինչ ռեպրեսիաների կարող է գնալ իշխանությունը եւ ինչ հակազդեցություն պետքա դրան ցուցաբերել։ Յուրաքանչյուր թիմ իր համար քննարկում է, բայց ես շատ հուսով եմ, որ շատ մոտ ապագայում մենք կհասնենք նրան, որ ներընդդիմադիր այդ խոսույթը իսկապես կլինի, համագործակցությունը կլինի։ Ինչ ձևով կլինի այդ համագործակցությունը։ Հասկանում եք, օրինակ, դուք գոնե ձեր դաշինքում ներքին քննարկումների ժամանակ մոտավորապես պատկերացնում եք ինչ պետք է անել, եթե Սամվել Կարապետյանի ուժեն չգրանցեն, ինչ անել, որ այդ մարդիկ, ընտրողները, իսկ մենք գիտենք, որ հարցումները ցույց են տալիս, որ մեր ձևովն ունի բավականաչափ ընտրողներ, այսինքն ամենամեծ ընդդիմադիր ուժերից ամենամեծ վարկանիշը հենց մեր ձևով ունի, սա փաստ է, հա, բոլորս հասկանում ենք, որ այդ մարդիկ գան ընտրություններին եւ ընտրեն ընդդիմադիր ուժերից մեկը։ Նախ դա կարծում եմ միակ թեման չէ, բայց իհարկե այս թեմային հիմա կվերադառնանք, բայց նաև այլ թեմաներ կան, որոնք ընդդիմադիր ուժերը պետք է միասին իրար հետ քննարկեն, մասնավորապես կամ գան պայմանավորվածության ոչ միայն քննարկեն, մասնավորապես միմյանց չհարվածելու հարցը։ Ես իսկապես չեմ հասկանում նախընտրական այս ժամանակահատվածում եւ դու քո դիմաց ունես մոնստր իշխանություն, որ ասած խժռելով կարող է գնալ, դու դեռ մտածես ընդդիմությանը հարվածելու մասին, այսինքն օրինակ առնվազն առաջին կետով պետք է պայմանավորվել միմյանց չհարվածելու այս բանը, կոնսենսուսի հասնել, միմյանց չհարվածելու։ Ինչ վերաբերում է, եթե որևէ ուժին, այստեղ եկեք չմասնավորեցնենք, ուժեղ Հայաստանին, չնայած տեսնում ենք իհարկե խնդիրները, իրենց ամենահեշտն է մասնավորապես այդ արտաքին հետախուզական ծառայության հայտնի զեկույցից հետո վտանգներն իսկապես շատ մեծ են, բայց ընդհանրացնենք, որևէ ուժի չգրանցման պարագայում ինչ պետք է անել։ Սցենարներն այնպես չի, որ 15 սցենար է հնարավոր, ամենատարածված երկու սցենարներից մեկն այն է, որ պետք է այնպիսի հեղափոխական իրավիճակ ստեղծել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վախենա դա իրականացնել։ Իր որոշումը չգրանցելու, փողոցային պայքար եւ այլն, որպեսզի թույլ չտան։ Այդ տրամադրությունը լինի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի չհամարցակվի այդ քայլին գնալ, եւ երկրորդը ընդհանուր այնպիսի մի ճակատ լինի, որ որևէ ուժի չգրանցման դեպքում քաղաքացու համար պարզ լինի, որ մնացած ուժերին պետքա ձայն տալ այն վստահության, որ չգրանցված ուժը եւս լինելու է կառավարության մաս։ Այդ է հենց հետաքրքիր։ Այդ ճակատը հնարավոր է Հայաստանում ձևավորել հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքական ուժերը, դուք էլ ասացիք, որ անդիմադիր քաղաքական ուժերը չեն սիրում համագործակցել, հատկապես երբ խոսքը պաշտոնների, ցուցակների մասին է։ Ես կարծում եմ անխուսափելի է լինելու այս քննարկումներից զերծ մնալը, պետք է քննարկել։ Ես հիմա տեսնում եմ, որ չկա այդ քննարկումը, պայմանավորվածությունը, եզրահանգումը այդ դեռ չկա, բայց վստահ եմ, որ անխուսափելի է դա լինելու։ Քննարկումները ինչ որ պայ կսկսեն, կհասկանանք որ տարբերակն է ամենանպատակահարմարը։ Իսկ փողոցային ակցիաները։ Այնպես չի, որ ես օրինակ վստահ եմ, որ այս ճանապարհն է ճիշտ կամ մյուս ճանապարհն է ճիշտ։ Պետք է ընդհանուր քննարկել, հասկանալ։ Իսկ երբ է սկսվելու փողոցային ակցիաները ասես։ Դա էլ ըստ իրավիճակի պետք է լինի։ Այսինքն եթե իշխանությունը միայն այսպես այսօրվա հայտարարությունների պես է, իրենք հայտարարեն միայն, բայց կոնկրետ քայլերի չգնան, մեծ բողոքի ակցիաներ չեն լինելու։ Հենց դա եմ ասում, կախված նրանից, թե ինչպիսի գործողություն է տեղի ունենում, ընդդիմությունը ըստ դրա պետք է հակազդեցություն ձևավորի։ Իհարկե պետք է նաև այնպիսի գործողություններ, որոնք թույլ չտան իշխանություններին այս կամ այն քայլի գնալ, բայց դա շատ ավելի կոմպլեքս գործողությունների մասին են։ Աննա, իսկ ինչ է անում ընդդիմությունը, որ հատկապես երևանցիները հնարավորինս շատ ակտիվ մասնակցեն ընտրություններին։ Ինչ-որ ծրագիր ունեք հենց երևանցիներին ընտրատեղամասեր բերելու համար։ Կարծում եմ, այո, ամենամեծ ուշադրությունը հենց երևանցիների վրա պետք է կենտրոնացնել, հաշվի առնելով, որ արդեն մեր Երևանում ապրող մարդկանց մեծամասնությունը ընդդիմադիր տրամադրություններ ունի եւ այո, պետք է խրախուսել։ Ունեք հարցման նման արդյունքներ։ Այո, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ամենաընդդիմադիր սեգմենտը Երևանում է բնակվում եւ ընդդիմադիր ուժերի հիմնական խնդիրը պետք է լինի մարդկանց ասել, որ պետք է գնալ ընտրություններին, այսինքն ակտիվ մասնակցելիությունը
ապահովել, որովհետև հավանաբար կհիշեք Երևանի ընտրություններին չափազանց ցածր մասնակցելիություն։ Այդ ամենայնիվ ընդդիմությունը ավելի շատ ձայներ միասին հավաքել։ Հա, բայց ես վստահ եմ, այս անգամ ավելի բարձր մասնակցելիություն կլինի։ Մենք օրինակ նախատեսում ենք առանձին հենց բացի ընդհանրական ծրագիր ներկայացնելուց, առանձին նաև Երևանի մասին պլատֆորմա ներկայացնել, լուծումներ առաջարկել, մարդկանց հետ խոսել եւ այլն, այսինքն ոչ միայն մարզային այցելություններ, այլ Երևանում հատուկ շեշտադրված գործընթաց կլինի։ Իսկ եթե հավանաբար դուք նման հարցումները շատ եք անցկացրել եւ շարունակում եք կազմակերպել նման հարցումներ, ըստ ձեզ երևանցիները գալու են ընտրությունների եւ դեմ քվեարկել Փաշինյանին սոցիալական խնդիրների համար, թե այդ ամենայնիվ Երևանում ավելի կարևոր են արժանապատվությունը, ավելի կարևոր են հայկական ինչ-որ հարցերը։ Եվ համամասնությունը միգուցե տարբեր լինի ամբողջ Հայաստանով մեկ, Երևանում էլ չեմ ուզում տոկոսային հարաբերակցություն անել, որովհետև էական էլ չի։ Եթե մարդը ուզում եմ մերժի այս իշխանություններին, որովհետև Արցախը հասկանամ Երևանում ինչու են մերժում։ Թող գնա մերժի։ Եթե մարդ պետքա գնա մերժի, որ իր գույքահարկը բարձրացրել են, բանի աղբանության գումարը բարձրացրել են, չգիտեմ, բոլոր հնարավոր գումարները բարձրացրել են, հետեւաբար պետքա գնա դրա համար մերժի։ Կարմիր գծերը բարձրացրել են, չէ, ավտոբուսի վճարները բարձրացրել են, եթե իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումներ են կայացրել, որոնցից ինքը դժգոհ է եւ կան ուժեր, որոնք ավելի լավ առաջարկներ ունեն, դրանց մասին մենք էլ խոսենք, հա, բնականաբար պետք է գնան այդ տրամաբանությամբ մերժեն այս իշխանությունների, կարևորը գնան եւ ընտրեն որևէ ընդդիմադիր։ Իսկ Սյունիքում, դուք Սյունիքն եք ներկայացնում, չէ՞։ Սյունիքում ինչ տրամադրություններ են։ Տարբեր, բավականին տարբեր տրամադրություններ են, կախված նախ քաղաքից, օրինակ կախված մթնոլորտից, Կապանում կարծում եմ առավելապես ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող մարդիկ են, այլ բան, որ կա որոշակի վախի կոմպոնենտ, կա այսպես գիտեք որ մեծ գումար են նաև սրսկել որոշակի տենդերներ եւ այլն մարդկանց այսպես որոշակի կաշկանդումներ կան որպեսզի մարդիկ կարողանան ավելի ակտիվ իրենց քաղաքական հայացքները արտահայտել ես դա հասկանում եմ խնդիր չեմ տեսնում բայց կարծում եմ առավելապես ընդդիմադիր են Կապանում իսկ մյուս քաղաքներում Մյուս քաղաքներում ավելի տարբեր, բայց չի ուզենա խորանալ, որովհետև դա աշխատանքի մեծ հող կա աշխատանքի։ Այսինքն մի քանի օրից Հայաստան դաշինք է, այդ թվում երրորդ նախագահ սկսել են իրենց այցերը կներեք, պարոն Քոչարյան, երկրորդ նախագահ սկսել են այցելել տարբեր մարզեր։ Այո։ Եվ հանդիպել, գնալ դուր առ դուր, որովհետև մենք տեսնում ենք, հա, Փաշինյանը ամեն ինչ պատրաստ է անել, ես մի օր չեմ զարմանա, որ սուպ չենք ուտելու, կարող եք չուտել, բայց Փաշինյանը կարող է օրինակ, ես պատկերացնում եմ մի օր ծեցի ինչ որ, չգիտեմ, մի քաղաքի բնակչի դուր եւ ասի կարողա զիբիլ ունեք, աղբ ունեք, տանեմ պատկերացնում եմ այդ դա ես պատկերացնում եմ, հա, ու ինչքան էլ մենք ծիծաղում ենք, բայց ասենք մարդկանց համար երևի թե կարևոր է անձնական այդ շփումը, որ չգիտեմ, նույն Ռոբերտ Քոչարյանը կարող է, չի մարդկանց հետ հանդիպել ու ասել, տեսեք, ես եմ, բոբո չեմ, մարդ եմ, տվեք ձեր հարցերը ինձ, հարցրեք։ Դե կգնանք, բնականաբար կգնանք խոսենք մարդկանց հետ, ակնհայտ է, չէ, որ նույն ձևաչափով չի լինելու, ինչ Նիկոլ Փաշինյանն է անում, հասկանալի է, որ այդ անլրջությունը եւ այլն մեր մասին չի եւ չենք էլ պատրաստվում այդպես լինել։ Բայց այդ ամենը պոպուլիստական կոմպոնենտ լինելու է։ Ոչ թե պոպուլիստական, ավելի անկեղծ մարդկանց հետ շփումներ, այսինքն Քոչարյան եւ պոպուլիզմ հնարավորինի սահմաններում բայց այն որ պետք է գնալ խոսել մարդկանց հետ, դա լինելու է, կտեսնենք առաջ։ Իսկ ձեր ցուցակում, հա, ինչ փոփոխություններ են լինելու, եթե համեմատենք 21 թվականի հետ։ Որոշակի փոփոխություններ կլինեն, նոր մարդկանց ներգրավում, որ ասեմ, ասենց շրջադարձային փոփոխություններ կլինեն, չէ, բայց բավականին հետաքրքիր հանրային հասարակական գործիչների ներգրավում դուք եւս կտեսնեք։ Իսկ կլինի կհրապարակվի այդ ցուցակը։ Կարծում եմ առաջիկայում երբ է սահմանված ժամկետը ըստ դրա ժամկետի կհրապարակվի։ Բայց կանայք էլի կլինեն շատ ակտիվ եւ դուք եւ Քրիստինե Վարդանյանը եւ Ագնեսան անպայման կլինեք առաջին տեղերում։ Եկեք տենց չհստակեցնեմ, որովհետեւ դրա շուրջ քննարկումներ անկեղծ ասած տենց շատ խորքային չկան, կան ընդհանուր, այո, թիմային պատկերացումներ, բայց այստեղ որը որ երրորդը եւ այլն դրա մասին դեռևս քննարկումներ։ Իսկ թիմի ներսում, հա, ձեր նկատմամբ ինչ վերաբերմունք կանանց նկատմամբ։
Ընդգծված լավ։ Ընդգծված լավ, այսինքն իրենք էլ ուրախ են եւ ես ինձ թվում է թե նաեւ մի քիչ շատ են ձեզ օգտագործում, որովհետեւ դուք իսկապես երբ խոսում ես Հայաստան դաշինքը, Աննան Գրիգորյան, Կրիստինեն, Ագնեսան, բոլորը ճանաչում են, բոլորը ձեր մասին խոսում են, նկատել եմ լավ է։ Շատ լավ է, իսկապես լավ է, որովհետեւ ես նկատել եմ այդ հետաքրքրությունը ու ես նկատել եմ նաեւ, որ նաեւ ձեր շնորհիվ հայաստանցիները սկսել են ուշադիր լսել, թե ինչ է ասում կին քաղաքական գործիչը եւ չասել, որ կինը ինչ պետք է ասի, այլ շատ ուշադիր լսել եւ նույնիսկ պատմել, որ այ խելոք բաներ ասում կամ օրինակ sense բաներ առաջարկում այդ կարծատիպը կոտրել եք էլի որ կին քաղաքական գործիչը կարող է լինել եւ երիտասարդ եւ ակտիվ եւ իսկապես խելացի Ես շնորհակալ եմ նման գնահատանքի համար Իմ պատկերացմամբ, հա, գոնե ես տեսնում եմ որ հասարակությունը Հայաստան դաշինքի երիտասարդ կանանց հենց այդպես է Ես կարծում եմ գիտեք Սովորական պայմաններ չեն եղել մեզ համար էլ ինքնադրսևորվելու համար եւ միգուցե դասական պայմաններում մենք այսքան արտահայտիչ գործողությունների մեջ չլինեինք, բայց այնքան ողբերգական է մեր իրավիճակը, որ ուղղակի սիրտդ պայթում է քո երեխեքի համար, ինչ երկրում են ապրելու, ու ոնց որ մի հատ գերբնական ուժ է գալիս քեզ մոտ ասելու անելու այն ինչ բնազն է նաեւ աշխատում, ասելու անելու այն, ինչ որ դու հետո կողքից նայում ես, ասում ես, դու արեցիր Իսկ չեք ուզում կազմակերպել մի ֆլեշմոբ ուղված հենց կանանց, որ պարտադրեն կանայք իրենց ընտանիքի բոլոր անդամներին վեր կենալ եւ գնալ ընտրությունների։ Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են։ Հասկանալի է։ Ամենայն հարգանքով մեր բոլոր տղամարդկանց նկատմամբ, բայց նաեւ եկեք ընդունենք, որ կանայք էլ ընտանիքում բավականին մեծ դերակատարություն ունեն։ Եվ այո, կանանց հետ աշխատանքը մեր առաջնահերթություններից մեկն է, հատկապես կին պատգամավորների համար, այդ ուղղությամբ բնականաբար աշխատել են։ Աննա, իսկ ինչ եք կարծում, ինչու այդուամենայնիվ ընդդիմությունը 21 թվականին պարտվեց։ Նման պատերազմից հետո, նման պարտությունից հետո։ Ես կարծում եմ երկու հիմնական պատճառ կար, առաջինը դա այդ հայտնի նախկին ներկա թեզը ամեն դեպքում աշխատեց, որը էականորեն զիջել է իր ուժգնությամբ այսօրվա դրությամբ, բայց երկրորդը բնականաբար խաղաղություն թե պատերազմ թեզն էր եւ այն ուժը ում օրոք եղավ պատերազմը, ում օրոք երապատկվեց երաբլուրը, կարողացավ ժողովրդին ինչ որտեղ համոզի, որ եթե ես գնամ այլ ուժեր կան կամ մասնավորապես Քոչարյանը գա, կլինի Բայց հիմա նույն բանն է ասում։ Եվ հիմա աններեսաբար նույն բանն են անում։ Ես այսօր ուղղակի լսել եմ ու ապշած եմ էլի։ Ասում է, եթե ես չլինեմ, գան այլ ուժեր լինելու է պատերազմ, ու ասում է սեպտեմբերին լինելու է պատերազմ։ Դու պայմանավորվել ես Ալիևի հետ։ Այնքան Ալիևը այնքան չի սպառնում հայ ժողովրդին, ինչքան Նիկոլ Փաշինյանն է սպառնում հայ ժողովրդին։ Լավ կարելի է սեփական ժողովրդի ահաբեկման, տերորի, շանտաժի ենթարկելու գնով գնալ վերարտադրության։ Բա դու կանգնում ես, բանն է, ի վերջո երկրի ղեկավար ես, ասում ես սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Բա լիքը մայրեր այսօր երեխեք ունեն բանակում, դու ինչ ես խոսում։ Իսկ ինչ է անելու անդիմությունը Փաշինյանի հենց այս հայտարարության հետ։ Մենք շատ ակտիվ հակակառուցչություն պետք է իրականացնենք, որովհետև սա բավականին լուրջ թեզ է։ Իսկ բացի հակակառուցչությունից, ասենք կարելի է, չէ, դիմել իրավապահ մարմիններին նման հայտարարության համար։ Նկատի ունեք ում, Աննա Վարդապետյանին։ Կապ չունի, փաստացի արձանագրել դա, որ սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, որը դեմ է հայկական հայաստանյան շահերին, որը սպառնում է հայաստանցիներին եւ այլ, այլ նաեւ սա ինչ որտեղ նաև կարելի է որպես հանցագործություն դիտարկել։ Դա իհարկե կարելի է դիտարկել եւ պետք է դիտարկել, բայց ներողություն եմ խնդրում Աննա Վարդապետյանը, որ այդպես էլ Փաշինյանի օգնականից չդարձավ գլխավոր դատախազ, հույս դնել նա, որ նա որևէ գործընթաց կսկսի, կներեք, բայց միամտություն է։ Աննա, ես ասեմ ինչի մասին եմ, հա, խոսում։ Տեսեք, երբ որ պետք չէ նաև չդիտարկել այն սցենարը, որ ընտրությունների արդյունքները կարող են լինել մի քանի տոկոսի տարբերությամբ եւ իշխանություն եւ ընդդիմությունը ստիպված լինի դուրս գալ փողոց։ Նաեւ ընդդիմությունը այսպես թե այնպես ստիպված է լինելու դուրս գալ փողոց, երբ որ ուժերից մեկին, ֆավորիտ ուժերից մեկին չգրանցեն, չէ, ինչպես մենք քիչ առաջ խոսեցինք։ Այն ժամանակ
երբ որ փողոցում շատ մարդ լինի, նման հայտարարությունների մասին արձանագրությունները, արդեն իրավական արձանագրությունները կարող են նաև հայաստանյան իրավապահ մարմիններին ստիպել ինչ որ գործողություններ անել, որովհետև եթե ընդդիմությունը լինի դուրսը, այ արձանագրված նման քայլերը արդեն կարող են օգնել ընդդիմությանը, որովհետև ամեն օր նա մի բան է ասում, մենք զայրանում ենք, հետո մոռանում ենք, ընդ որում մենք մոռանում ենք նման հայտարարություններ, որոնք մեզ ապշեցրել էին, բայց երկրորդ օրը նա ավելի վատ հայտարարություն է անում եւ արդեն այն մյուսը մոռացել ենք, պետք է արձանագրել նրա Հայաստանի իշխանությունների բոլոր այս հայտարարությունները։ Հիմա բան է, էլի ռեսուրսների հաշվարկման հարցը, քո ջանքը դնես նրա վրա, որ իրավապահ համակարգը ինչ որ ձև դա արձանագրի, թե ջան գործադրես քո ժողովրդին համոզելու համար, որ համոզելու կարիք չկա, ուղղակի ցույց տալու համար, որ միակ ուժը ում օրոք պատերազմ եղել է, այս իշխանությունն է եւ չկա որևէ այլ ուժ, ով պատերազմի տրամադրվածությամբ գալու է իշխանության, ոչ մեկ գիժ չի։ Հիմա օրինակ այսօր իր հայտարարության մեջ, որ եթե ես չլինեմ, լինելու է պատերազմ սեպտեմբերին ու ասում է, որ որովհետեւ կան այս հայտարարությունները, կան այն հայտարարությունները, ու դրանց մեջ ասում է իմ նաև վերջերս իմ ելույթներից մեկից մի կտոր։ Ասում է մեկը կա, ասում է դադիվանքը մերն է։ Գրողը տալի, դադիվանքը մերը չի, հայկական չի։ Ապա դու այնտեղ մոմ չես վառել, երբ որ ես ասում եմ մերն է, նկատում եմ հայկականն է։ Դե նույն ձևով հասկանում եք, բան, այդ ռևանշիզմի, երբ որ մենք գնում ենք այդ թղթին ծանոթանալու Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, այնտեղ կետ կար ռևանշիզմի դեմ պայքարի։ Հիմա այն ոնց որ Ալիևը, եթե Ալիևը լիներ այսօր մեր երկրի ղեկավարը, նույն բաները կաներ, ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը։ Արցախ բառն ասելը հանցագործություն է։ Արցախի մասին կամ կոտորածների մասին մեկին գիրք նվիրել, դու պետքա գործից ազատվես։ Որ ասես դու որպես քաղաքակրթություն ստեղծած ազգի ներկայացուցիչ դադիվանքը ասում ես հայկականը, դու ռևանշիստ ես, քո դեմ պետքա պայքարել։ Հասկանում եք, մենք այնքան վատ վիճակում ենք, որ այս քարոզը նկատում եմ ջան գործադրել, որ Աննա Վարդապետյանը կամ քննչականի ղեկավարի անուն ինչ էր, որ ինքը ինչ որ գործ նախաձեռնի, ռուսերեն ասած գիբլե դելը, բայց կարելի է ժողովրդի հետ խոսալ ու ասել, որ որևէ մեկը, որևէ քաղաքական ուժ այնպիսի ծրագիր չունի, որը կարող է բերի ինչ որ էսկալացիայի, բացարձակ չունի։ Բայց հիմնական այնինչ կարող է անդիմությունը ասել, հա, իդեմ այն հայտարարություններին, որ Փաշինյանն է անում, նաև այսօր է արել, որ չլինեմ ես, կլինի պատերազմ, նաև պետք է բացատրել մարդկանց, որ ավելի շուտ պատերազմ Ալիևը կսկսի Փաշինյանի օրոք, որտեղ Փաշինյանի օրոք Ալիևի համար պատերազմի արդյունքը կանխատեսելի է հօգուտ Ադրբեջանի, չկա Փաշինյան, չկա համոզմունք Ալիևի մոտ, որ ինքը հերթական անգամ կապիտուլյացիայի կենթարկի Հայաստանը, որովհետև ի տարբերություն Փաշինյանի, Ալիևը նաև իր սեփական ընտանիքի փորձից գիտի, ինչ ասել է պատերազմում պարտվել հայերին։ Այո, եւ ոչ միայն այդ պարագայում, դուք տեսեք տարածաշրջանային հնարավոր էսկալացիաների համատեքստում մենք իրոք ուզում ենք այս մարդու առաջնորդությամբ Աստված մի արածը որևէ էսկալացիայի դիմագրավել, այս մարդը քանի պատերազմեր ասում էին չշշկռեք գերագույն գլխավոր հրամանատարներ։ Պատերազմը բրծավ ասեց ես եմ մարտեր վարողը, ես ընդհանրապես մի մոդերատոր եի, նստում եմ ասում եմ դու ի՞նչ կարծիք ես, դու ի՞նչ կարծիք որոշում եք, օրինակ բանակի ներկայացուցիչների հետ, ասենք նրանց հետ ովքեր արդեն ոչ բանակում չեն, հա, պաշտոնների չեն, իրենք չեն ափսոսում, որ այ պատերազմից հետո այդուամենայնիվ չգնացին մինչև վերջ։ Ես անձնապես որևէ մեկին չեմ հանդիպել, որ կարողանամ կարծիք ասել, վստահ եմ իմ գործընկերներն առիթ ունեցել են խոսելու, բայց ես որպես ուղղակի քաղաքացի որևէ մեկին վիրավորելու միտում չունենալով հանդերձ ինձ համար անհասկանալի էր։ Թե ինչպես է ստացվում, երբ որ բարձրաստիճան զինվորականը պատերազմից հետո գիտակցելով թե որտեղ է գնում մեր պետությունը, ստորագրի իր անձնական ստորագրությունը դնի, որ այս մարդը պետք է հեռանա, որոշ ժամանակ հետո ես մինչև հիմա գրեթե ամեն օր այդ պատկերը գալիս է եւ ես տեսնում եմ այդ պատկերը ու չեմ հասկանում։ Այդ ուսադիր գրելը պատահական բան չի։ Իրանք էլ հո քաղաքական գործիչներ չեն, չգիտեմ, տնտեսագետ չեն, որ միտեղ չաշխատեն հետո պետության ծառայող են։
իրանց առաքելությունը պետությունը անվտանգ պահելն է։ Լավ, չմտնենք այդ թեմայի մեջ, համենայն դեպս, որ ասում եք, թեմա է։ հա, ինձ համար շատ ցավոտ թեմա է, ինչպես նաև որոշ դիվանագետներ, որոնց ես իրանց անձամբ ճանաչում եմ, բայց մեծ մասը դուրս է եկել։ Մի մասը, այո, մի մասը դուրս եկավ, բայց մի մասն էլ ում ես ճանաչել եմ։ Ովքեր առողջ իմ ընկերների մեծ մասը դուրս է եկել, դրա համար ես օգտագործում եմ մեծ մասը, հետո հասկանում եմ, որ չէ, ավելի շատ մնացել են, բայց գոնե իմ ընկերների մեծ մասը դուրս է եկել ու ես միշտ ասում եմ, ես ուրեմն այնքան էլ հիմար մարդ չեմ, որ ճիշտ ընկերներ եմ ընտրել։ Այո, ես չեմ ասի ընկերներ, որտեվ ավելի ավագ սերնդի ներկայացնեն, ում հետ ես ուղղակի առիթ ունեցել եմ մինչև պատերազմ որոշակի քննարկումներ ունենալու, ու իրանք ինչպիսի ջանասիրությամբ խոսում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է Արցախը հանձնված է եղել 90-ականներից, իրանք ձայն ծպտուն ի վիճակի չեն։ Այսօր էլ չի ասել, որ հանձնված էր, իրականում իշխանությունները Հայաստանում միշտ համարում են, որ Արցախը Ադրբեջանաչում են Հայաստանը Ղարաբաղը Ադրբեջանի մաս, բայց գաղտնի էին դա պահում։ Այսինքն այդ արդեն այնքան են ձեռ առել մեր ժողովրդին, այնքան անարգանքով են վերաբերում մեր ժողովրդին, որ կարելի է մի օր ասել 90-ականներին հանձնված է։ Հետո մեկը գտնվի ասի 97-ին է հանձնվել, մեկը 99-ը, մեկը 2016-ին գժանոց ասա։ Բայց քանի որ խոսեցիք այդ խաղաղությունից, մենք ինչ էինք ասում, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ես չլինեմ կլինի պատերազմ, բա դու ինչ երեսով ես ասում, որ խաղաղությունը արդեն հաստատված է։ Բա որ հաստատված է, սեպտեմբերին ո՞նց է պատերազմ սկսելու։ Իսկապես։ Եթե մեր խաղաղությունը մենակ քո անձի հետ է կապված, հա, քո անձի հետ ո՞նց է կապված խաղաղություն, որը պետքա դարեր տևի։ Դու դարեր շարունակ մնալու ես երկրի ղեկավար։ Մենք ասում ենք պետքա այնպիսի անվտանգություն, այնպիսի խաղաղություն, որ երաշխավորված լինի ու կապ չունենա ու կախված չլինի, թե ով է այդ պահին քո երկրի ղեկավարը։ Ուզում է Նիկոլը լինի, ուզում է այլ մեկը լինի, պետքա անձերից վերացարկված, ֆունդամենտալ, այսպես խաղաղություն լինի։ Իսկ հիմա ինքը ամբողջությամբ կապում է իր հետ, կամ ես կամ պատերազմ։ Կներեք, այստեղ ինձ այնքան է հիշեցնում իր այն հայտնի հայտարարությունը, եթե ես չլինեմ երկրի ղեկավար, վարչապետ, հա, երկիրը վարչապետ չի ունենա։ Հիմա եթե ես չլինեմ վարչապետ, պատերազմ կլինի, այսինքն երկիր չի լինի։ Իսկ մի հարց տամ, հա, իշխանությունները անդադ խոսում են, Փաշինյանը անդադ ասում է, որ անդիմությունը ռուսամետ։ Հայաստան դաշինքը ռուսամետ է։ Հայաստան դաշինքը հայամետ ուժ է, ու ընդհանրապես ինձ համար, երբ որ քաղաքական դաշտում մեկը ասում է, ես արևմտամետ եմ, ես ռուսամետ եմ, ինձ համար տարօրինակ է դա հնչում։ Բոլոր ուժերը պետք է լինեն հայամետ։ Այդ հայամետությունից ելնելով պետք է հասկանան, թե որ կենտրոնի հետ ոնց են իրենց հարաբերությունները կառուցում։ Բայց հազար ներողություն էլի 21 թվականին Ռուսաստանը ում ասա տարել։ Նիկոլ Փաշինյանին միանշանակ չլիներ Ռուսաստանի սատարումը, ակտիվ աջակցությունը, Պուտինի հայտարարությունները Փաշինյանի մասին նա այսօր վարչապետ չէր լինի միանշանակ։ Իսկ այսօր մեր տնտեսությունը ինչի հաշվին է աճում, կամ մեր տնտեսությունը ինչի հաշվին է ապրում առհասարակ։ Ես իդեպ երեք լսեցի Մարիա Զախարովայի հայտարարությունները, հերթական անգամ հարց էին տվել Փաշինյանի մասին, ընդ որում մի թեմայով, որտեղ որ նա կարող էր բավականին կոշտ խոսել Փաշինյանի մասին, բավականին նուրբ, ես կասեի մեղմ, քննադատությունը շատ մեղմ, ոչ առարկայական, ոչ անձնավորված եւ նույնիսկ այսպիսի մի հայտարարություն արեց, որը Հայաստանում քչերը նկատեցին, Մարիա Զախարովան երեք հայտարարել է, որ Փաշինյանը մեզ բազմաթիվ անգամ խոստացել է, որ Հայաստանը Եվրասիական միությունից դուրս չի գալու։ Ընդ որում Փաշինյանը գալիս է հայտարարում է ամեն օր գրեթե որ գնում է դեպի Եվրամիություն, իսկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ասում է գալիս է Մոսկվա եւ բազմաթիվ անգամ շարունակում է խոստանալ, որ Հայաստանը Եվրասիական միությունից դուրս չի գալու։ Դե ասեք, որ ինչ աբսուրդի մեջ ենք։ Ազգային ժողովի մակարդակով օրենք է ընդունվում, որ մենք մեկնարկում ենք Եվրամիության անդամակցության գործընթաց։ Մեկնարկում ենք։ Ինչը ենթադրում է, որ դու չես կարող լինել Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվրասիական տնտեսական միությունը եւ ԵՄ-ն իրար հակոտնյա կառույցներ են, այսինքն երկու մաքսային գոտի ուղղակի չի կարող լինել։ Դու չես կարող լինել երկուսում միաժամանակ։ Բայց հասցնում են դա ասելը։
Միևնույն ժամանակ համ ասում են Եվրասիական տնտեսական միությունից դուրս չեն գալու, համ էլ ասում են Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է սկսել։ Պատերազմ, եթե հիբրիդային էլ հանես, պատերազմ։ Մի քիչ հիբրիդային պատերազմից խոսենք, բայց ուրիշ ռակուրսով, հա, ըստ ձեզ ով կարող է խանգարել Հայաստանի քաղաքացուն վերադառնալ Հայաստան եւ եթե ինքը այդ պայն Հայաստանում չէ, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, չգիտեմ, Դուբայից եւ քվեարկել ընտրություններին։ Ով կարող է խանգարել, ինչպես կարող է իշխանությունը խանգարել, ասենք, մարդիկ ավտոբուսով են գալիս, օդանավով են գալիս, ոնց կարելի է դա կանխել։ Նախ իրավունքի տեսանկյունից դա ուղղակի անհնար է։ Որևէ մեկը իրավունք չունի նման արգելք դնելու։ Եվ մենք վերջերս Բրյուսելում էինք ու այնտեղ քաղաքից ոչ հեռու միտեղ գնացինք ճաշելու, անունը չտամ, հետո չկենտրոնանան այդ օբյեկտի վրա, հայեր էին աշխատասում, ուզեցինք հայկական ռեստորան գնալ եւ այնտեղ աշխատողը, որ տեսավ մենք ենք մոտեցավ, գրկախառնվեց, բա մենք հունիսի 7-ին գալու ենք, որ մասնակցենք ընտրություններին։ Հիմա ինչ եղավ, իրանցել են ուղղորդում որ կան։ Նկատի ունեմ այնքան զավեշտալի են ինչ որ իրանք անում են, այնքան ակնհայտ է։ Ես հասկանում եմ, որ միջազգային տարբեր տերմինոլոգիաներ, մոլդովական սցենար, հիբրիդային պատերազմ, անիմաստ է, որտեղ Հայաստանը Հայաստանից դուրս ընտրություններ չի անում, այսինքն Հայաստանի քաղաքացին Հայաստանից դուրս ընտրություններին մասնակցելու որևէ հնարավորություն չունի։ Ինչ մոլդովական սցենար։ Բնականաբար, օրինակ մենք Մարտինին վերջերս հանդիպում ունեինք, ու մեծ մասը ասում էին, որ մենք Ռուսաստանում աշխատողներ ենք, այսինքն գնում գալիս են, էլի կներեք այդ խոպան, հա, այդ բառի համար, բայց ասում են մենք գալու ենք այդ օրը։ Հիմա ինչ է ստացվում, այդ մարդկանց որևէ մեկը ստիպելու է դա անել, բնականաբար ոչ։ Ու հետո Վաղ իմիջայլոց մենք փակ քննարկում ունենք անվտանգության հանձնաժողով, նաև Քրիստինե Գրիգորյանն է գալու, արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, եւ ուղիղ այդ հարցը իրան պետքա տրվի, երբ որ ինքը զեկույց է հրապարակում, որ բացահայտվել է, չի ասում են նկատվել է, չգիտեմ, մի դեպք, երկու դեպք, ասում է բացահայտվել է, այն նման ազդեցություն նշանակում է իր ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր։ Ու մեկ ակնկալել են, որ այդ փաստերը հրապարակի։ Եթե չի հրապարակում, սա ուղղակի հիբրիդային պատերազմ է մեր ժողովրդի դեմ, ոչ թե այլ կենտրոններից, այլ հենց այս իշխանության իրականացրած հիբրիդային պատերազմ։ Անա ջան, մեր ժամանակը արդեն սպառվել է, բայց ես մի փոքրիկ մի հարց էլ տալ ու վերջ։ Տեսեք, իսկ չեք կարծում, որ անդիմությունը այդուամենայնիվ չպետք է գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարի, որ արևմուտքն աջակցում է Փաշինյանին։ Չեք կարծում, որ արևմուտքը Փաշինյանին աջակցում է միայն այնքանով, որ նա պարզապես հարմար է։ Ասենք նախկինում պետք է բանակցեն եւ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, հիմա պետք է բանակցել բացառապես Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը արդեն կասի ինչ անի Հայաստանը։ Համաձայն եմ, բայց եթե Նիկոլ Փաշինյանը հարմար է, հետեւաբար սատարում են։ Եկեք շատ բաների հետևից չընկնենք։ Այո, արևմուտքը սատարում է Նիկոլ Փաշինյանին, բայց արևմուտքը հաշվի է նստելու հայ ժողովրդի կայացրած որոշման հետ։ Այստեղ չի քվեարկելու ոչ Վենսը, ոչ Կալասը, ոչ Ֆիդանը, ոչ որևէ մեկը չի քվեարկելու։ Քվեարկելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հետեւաբար արևմուտքը ինչքան էլ ուզենա, որ Նիկոլ Փաշինյանը մնա, որովհետև այո, այդտենց խելոք հպատակի նման կատարում Ալիևի պահանջները, միևնույնն է հաշվի է նստելու հայ ժողովրդի կայացրած որոշման հետ։ Վաղը ով ընտրվի իշխանության, Նիկոլից բացի արևմուտքը զանգելու է շնորհավորի, գալու են ձեռքսխմում են իրականացնելու եւ շարունակելու են համատեղ համագործակցությունը։ Այսինքն փաստային կարձանագրենք, որ արևմուտքը ըստ էության որևէ գործիքակազմ չունի միջամտելու հայաստանյան ընտրություններին եւ աջակցությունը միայն հայտարարության տեսքով կարող է լինել։ Այո, հայտարարություններով արդեն կա, ինչը լավ բան չէ, բնականաբար, բայց հայ ժողովրդի կայացրած որոշման դեմ նրանք չեն գնալու։ Չեմ ասում գործիքակազմ ունեն, չունեն եւ այլն, ընդհակառակը չեն գնալու։ Իրանք աշխատելու են հայ ժողովրդի ընտրյալի հետ։ Համոզված եմ, որ մենք կհանդիպենք եւս մեկ անգամ մինչև ընտրություններ, հավանաբար մայիսին։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։
Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։